Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Արդ ես հարգելի ընկերներ, իմ գործընկերոջ հաղորդման հիման վրա ես պարզապես ցանկանում եմ ավելացնել, պարոն Նահապետյանը ասեց, որ համավարակ չկա, Խոզերի աֆրիկյան ժանդախտին, նա ճիշտ ասեց, համավարակ չկա, բայց հիվանդությունը երկրում ներկա է, եւ այդ իսկ պատճառով ես կփորձեմ ձեր ուշադրությունը սևեռել որոշակի հարցերի վրա, որոնք կապված են մեր ժողովրդի եւ մեր երկրի կենսաբանական աշխարհի առողջության հետ, Վերջի օրերին համացանցում հայտնվեց մի նյութ, համաձայն որի USAID գործակալության նախկին աշխատակիցը տեղեկացնում էր մի այլ աշխատակցի իրենց կողմից կատարված Միացյալ Նահանգների կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակներում կատարված որոշակի գործողությունների վրա եւ զգուշացնում էր դրանց վտանգի մասին։ Ծանոթանալով այդ նյութին մենք կարող ենք ասել, որ իրոք մեր երկրի տարածքում կատարվում են կասկածելի գործողություններ, որոնք կարող են փորձաքննության դեպքում կարող է պարզվել, որ նրանք խախտում են կենսաբանական զենքի 1972 թվականի կոնվենցիայի որոշ դրույթներ։ Դրա կապակցությամբ ես ցանկանում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի ուշադրությունը հրավիրել մեր երկրի տարածքում իրագործվող ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի գործողությունների վրա։ Մենք որոշակի ԶԼՄ-ների որոշակի հրապարակումներից տեղեկացանք, որ որոշել են փակել որոշ մարզերում լաբորատորիաների աշխատանքը կասեցվում է կամ դանդաղեցվում է։ Մենք դրա ապացույցները դեռևս չունենք։ Հաշվի առնելով, որ Ամերիկայի նոր վարչակազմը կոշտ դիրքորոշում է որդեգրել մարդկության առողջության եւ կենդանական աշխարհի առողջությանը սպառնացող փորձերի վերաբերյալ ես ցանկանում եմ մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ԱՄՆ առողջապահության ոլորտի պատասխանատու պարոն Կենեդի ԱՄՆ վարչակազմի պետական ծախսերի արդյունավետության գործակալության պատասխանատու պարոն Մասկի ուշադրությունը հրավիրել այն գործողությունների վրա, որոնք կատարվում են ԱՄՆ կենսաբանական ռիսկերի նվազեցման ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ենթարկել դրանք փորձաքննության, քանզի չի բացառվում, որ անաչառ փորձաքննությունը, ինչպես նաեւ տեղի ունեցավ տխրահռչակ բժիշկ Ֆաուչիի հետ, կարող են լույս աշխարհ բերել թե ֆինանսական չարաշահումներ եւ թե մի շարք գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի խախտում են կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի դրույթները։ Հաշվի առնելով, որ մեր երկիրը այսօր գտնվում է գոյաբանական պայքարի մեջ, մեր երկրին էքզիստենցիալ վտանգ է սպառնում, ես դիմում եմ ԱՄՆ վարչակազմին, որպեսզի առաջին հերթին փորձաքննության ենթարկի իր կողմից ԱՄՆ կողմից իրականացվող ծրագրի դրույթները եւ ներկայացնի դրա արդյունքները հավաստիացնելով, որ դրանք կամ չեն խախտում համոզիչ ապացույցներ ներկայացնի, որ այդ գործողությունները չեն խախտում կենսաբանական զենքի մասին կոնվենցիայի դրույթները։ Այլապես, եթե նույնիսկ կա կասկած կամ որ դրանք խախտում են, այդ ծրագիրը պետք է կասեցվի, դրա իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է կասեցվի։ Նաև փորձաքննության ընթացքում ես հույս ունեմ, որ այդ ծրագրի իրականացումը առնվազն կդադարեցվի մինչև անաչառ փորձաքննության ավարտը։ Շնորհակալություն։